Քեզ Բարև ձեզ Ինչ հարց ունեք մեզ Նորմալ է Հա այդ նորմալ արձանագրում այս հարցը որն է որին մենք պետք է Դե տեն չի մի հարց պետք է տաս չէ մտածի մի Ինչ էր ասում Բան չկա ասում Աս Պինդել կմնանք հետա Մասերի Մենք ձիգ Բարի գալուս 1000 բարի Շատ լավ Ես մշակույթի աշխատող եմ Ուրախ եմ շատ Արվեստի թատրոնի հիմնադիր ռեժիսորներից մեկը Ուրախ Արվեստի վարչակավոր գործիք Այս տանը միասին 3 տարի ապրել եմ Երվան Թոնարյանի հետ միասին Ուրախ ծառայողական բնակարան Դա է մեզ հուզող հարցը նա է որ մշակույթը մեզ մոտ մի քիչ իմ կարծիքով մի քիչ ոչ թե անտեսված է, այլ պարզապես ծովքի է Ես ստանում եմ 95,000 դրամ Դուք որպես ինչ եք աշխատում Որպես և բեմադրող ռեժիսոր և որպես դերասան ամեն ինչ Հիմա գիտեք մենք այդ հարցը լուծելու մի բանաձև ենք որդեգրել որը կարծում եմ որ ճիշտ բանաձև է Ընդհանրապես արվեստը մեր ընկալումն է որ արվեստը մարդկանց համար է որտեվ չի կարող օրինակ լինի բեմ որ լինի մենակ բեմ եւ պատկերացեք տենց բեմ որտեղ չկա դահլիճ եւ նստելու տեղ չկա տենց բեմ Այսինքն հետեւաբար հակառակ դեպքում եթե որտեվ կան ասում են չէ արվեստը արվեստի համար չէ այլ արվեստը մարդկանց համար չէ այլ արվեստը արվեստի համար ասում եմ շատ լավ ուրեմն եկեք կառուցենք բեմեր որից բեմից մի մետր ենկոմ պատը լինի եւ սենց պատերով ոչ մի նստելու տեղ չլինի կարա տենց բեմը լինի չի կարա տենց բեմը լինի հետեւաբար արվեստը մարդկանց համար եւ մենք այսպեսի մի բանաձև ենք որդեգրել մենք ասում ենք մշակութային կազմակերպությունները ինչքան իրանք տոմս են վաճառում պետության ֆինանսավորումը կապվում այս բանաձևի հետ մենք տեսնում ենք որ մշակութային կազմակերպությունը ապրում է մարդկանց հետ ծառայում է մարդկանց եւ մարդկանց կապում է արվեստին եւ մենք Երևանում 1 2 3 մի քանի թատրոնների օրինակով այդ բանաձևը դրել ենք առաջիկայում ձեր մոտ էլ կդնենք եւ ձեր աշխատանքի միջոցով դուք ինքներդ ձեր ֆինանսավորումը կկարողանաք ավելացնել Էլ չեմ ասում որ այո աբոնեմենտային ծրագիր ունենք որ դպրոցականներին ֆինանսավորում ենք որ կան թատրոն աշխատավարձը այսօր ես ձեզ ասեմ Իմ ունեցած տեղեկություններով այսօր Երևանում կան թատրոններ, որոնց լավ, դուք ոնց եք Լավ ինես է ժողովրդի լավ բաներ ասում դա խացում Հա Լավ մնա դու լավ մարդ ես Շնորհակալ եմ շատ Հա Քվեարկելու եք մեր օգտին հունիս Հաստատ Բավոտ Իսկ ելով կա շրջապատում հարևան Բոլորներ քեզ Շնորհակալ եմ շատ Երևանում իմ ունեցած տեղեկություններով կարանք ճշտենք, եթե դուք սխալ տեղյակ եք, օրինակ Երևանում թատրոնների տնօրեններ կան, որ 1.5 2 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, այս նոր համակարգի բերում։ Ասված 600-ից 800,000, մենք 3-ից 5% Այսինքն խնդիրը հետևյալն է, բեմադրում եք, Գորիսի ժողովրդին հետաքրքրություն եք առաջացնում, գալիս են Մենք ինչքան գալիս ենք, մենք ժողովրդի հետևից ֆինանսավորումը Դա ամբողջ թատրոնը տնօրենների համար է առանձին ծրագիր Չէ, այդ եմ ասում, որովհետև տնօրենի աշխատած արդեն ինձ կատարա, որ սեփական եկամուտները աճել են, ուրիշ տարբերակ չկա Համայնքային թատրոն, հա Եվ 90-ը կդառնա 180, 180-ը կդառնա 360 եւ ամբողջը կախված կլինի ձեր աշխատանքից Պայմանավորվենք Արվեստը հարաբերական Իսկ որ մի րոպե, այդ ձգության թեման եմ ուզում հասկանամ, դա ինչ թեմա է Ինչ, ավելի ինչ Պապարես կալիս, միջև շկավատը, ինչ են բատմեն դա Լավ լինեք Ժողովրդավարության սահմանների մասին է խոսքը Ժողովրդավարության չափ Մինչև ինչքան Սահման փիլիսոփայական խոսակցություն է որը աշխարհում կա այդ խոսակցությունը Չէ, բայց եկեք արձանագրենք նայեմ որ այնպես չի որ հիմա
Հայաստանում համատարած կոնսենսուս է, որ Հայաստանում տենց ժողովրդավար շատերը բանի մեջ են մեղադրում մեզ։ Շատերը 37-ին են ասում։ հա նույնիսկ ես օրինակ ասենք այդ բանը մի քիչ լավ չեմ հասկանում, որովհետև մենք պետք է խոսենք ինստիտուցիոնալ բանի մասին։ Այն ընկալումը, որ ասենք ասենք բաները ղեկավարը պետք է ասեն ժանիքները տնգած, մռութը գիտած, ցնցարած բան հիմա օրինակ վատ եկել եմ կանգնել եմ, ստեղ խոսում եմ, շփվում եմ ձեզ։ Վատա, այդ ձեր ասած բանի ստիլի ղեկավարը երբեք չի գա կանգնի։ Կամ էլ եթե գա էլ ինչ որ բեմադրված բաներով եւ այլն եւ այլն։ Ագրեսիվ խոսույթի մասին է ստեղ խոսքը ընդդիմադիրների կողմից ես այդքան Լսեք, դա ավելի շատ սահմանափակել։ Ես ասում եմ իմ կարծիքով դա բանա, դա քաղաքական հարց է, բայց այդ քաղաքական հարցն էլ պետք է լուծվի ընտրությունների միջոցով։ Որովհետև հակառակ դեպքում, ասենք իշխանությունը այդ ուղղությամբ իհարկե եմ ասում, էլի օրենքօրինականությունը գործում է, բայց հələ տեսեք ինչ դեպքեր կա, ասում են վայ, բանի ասելու համար մարդուն տարան դատեցին։ Ասում են մարդը ասեց, ինչ ասեց հեղաշրջում, կոչ արեց բանակին, ասեց հեղաշրջում արա։ Մարդուն տարան դատեցին, ընդամենը ինչ էր արել։ Բա որ լսեք, բանակը ասի, բանակա, չէ, բանան նայել բանակա, ասի լսեք, մեր Հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցու ըստ էության ամենաբարձր կարգավիճակ ունեցող, ըստ էության Աստծուն ամենամոտ գտնվող մարդը, որ մեզ ասում է հեղաշրջում արեք։ Բանակը բռնի ասի, հա, դե որ ասում է եկեք հեղաշրջում արենք, դավայ տանկերը քշեցին քաղաքի մեջ։ Հա այդ ժամանակ նկատի ունեմ երկրի մի մասը ասում է իշխանությունը ձիգ չի բավարար չափով, մյուս մասը ասում է բռնակալական իշխանությունը։ Այդ նշանակում է, որ մենք ճիշտ բալանսի վրա ենք, որովհետև ես համաձայն եմ, թույլ իշխանությունը տաղետ է, բայց ինչի՞ց է երևում, լսեք, այդ որ ասում են թույլ, միջազգայինորեն թույլ, ամենապրիմիտիվ բանն եմ ուզում ասեմ, Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2023 թվին, կարծեմ, թե կարող է թիվը խառնեմ 24, Հայաստանի միջազգային օդանավակայանում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներն են։ Բա ուժեղ իշխանությունը չի մտածել, մենք, չէ, էսա հերթով գալիս եմ, ուժեղ իշխանությունը, բա ուժեղ իշխանություն են եղել, բան, բոդիբիլդինգ, բան, տեն, չի մտածել, ասել լսեք, բա օտարերկացին, որ գալիս է մեր երկիրա, տեսնում է, որ իհարկե դրա համար առիթ կար, մի հատ էլ մեր հարգելի օտարերկրյա սահմանապահը սկսում է բան անել, էլի ծաղրել հյուրին ու հյուրի միջոցով ծաղրել երրորդ երկրին։ Բայց այդ ուժեղ ղեկավարները չեն մտածել, ասել են հիմա իրանց տանդեմը տան մուտքի մոտ, այդ ուժեղ տղամարդկանց կա օտար երկրա բան կա, անցակետ կա, իրանց տուն մտնել դուրս գալիս ստուգում է, Հայաստան իրանց սահմանը, անցակետը ամբողջությամբ Հայաստանի սահմանապահ զորքերի հսկողության տակ է, թույլ իշխանություն, ասենց թույլ իշխանություն կլինի, բռնել իրա երկրի միջազգային օդանավականը 100% ինքնիշխանությունով ապահովել է, Իրան Հայաստան սահմանի անցակետը 100%-ով ինքնիշխանությունով ապահովել է։ Բայց այդ ուժեղ իշխանությունը ինչի չէր անում դա։ Ինչն էր պատճառը, որ չէր անում։ Նկատի ունեմ այդ ամեն ինչը շատ հարաբերական է։ Ես հասկանում եմ, ընդհանրապես մեր մոտ, ես հասկանում եմ նաև, որ բռնության կուլտուրան ավելի ուժեղ է, քան համագործակցության կուլտուրան, բայց մենք պետք է փոխվենք։ Մենք մտածում ենք, ասում ենք, լսեք, ոչ մեկս է բացարձակ խելք չենք, էլի նեն չի, որ իմաստության աղբյուր ենք։ Իշխանությունն էլ կարա սխալվի, բոլորը կա, բայց որն է դրա այդ հարցին առնչվելու ճիշտ երկխոսությունը, որ դուք որևէ մեկը մտավախություն չունենա, ասի իշխանություն ոնց որ այս հարցում համաձայն չեմ, մի հատ եկեք վերանայենք, ինչ Եվ քննարկման արդյունքում չի նշանակում, որ պարդատիր կփոխ։ Կարող է ընդհակառակը քննարկման արդյունքում պարզվի, որ շատ էլ ճիշտ է, որովհետև միշտ չի, որ առաջին հայացքի տպավորությունը ճիշտ է ալնում։ Էնպես որ, բա ժողովուրդ ջան, ձիգ, ոչ ձիգ իշխանություն, ոնց կար նախ ոչ ձիգ։
ոչ ձիգ քաղաքական թիմը եւ քաղաքական լիդերը։ Ոնց կարային 2018 թվականին անեին, այն ինչ որ անեին։ Հա մենք ձիգ չէինք, որ ջարդ ու փշուր անեինք։ Ընդամենը մի դուռ ենք ջարդել, էտել հետո նորոգ են։ Չէ, չէ, լսեք, մենք ձիգ ենք, որովհետև մենք վստահ ենք մեր քաղաքական ճանապարհի մեջ։ Կներեք, ոչ ձիգ իշխանությունը ոնց կարար 18 թվից հետո մենք 8 տարի Հայաստանում կառավար ուժ ենք, ոնց կարա ոչ ձիգ անձը եւ քաղաքական ուժը ոնց կարա պահի, ոնց կարա մնա բանի իշխանության ղեկին, հենց ինչերի միջով ենք անցել, ոնց կարա ոչ ձիգ իշխանություն այդ ամեն ինչը բան կլինի, քարուքանդ կլինի, ավազ քարուքանդ կլինի։ Հա, բան պայծեզներում մարդ չենք խփել, ձիգ ենք դրա համար չենք խփել, որովհետև որևէ մարդու ապրելը մեզ խուճապի չի մատնել։ Մենք իրական շատ ձիգ ենք։ Իսկ այսպես կոչված ձիգ իշխանությունների ժամանակ Երևանի կենտրոնում դարձ ոստիկանական գումն էին գրավում։ Այո։ Պարոն վարչապետ, ըստ էության բանը, մեդիայի, լրատվական դաշտի այդ բանը մարդկանց նյարդերի վրա ազդում, դրա համար է սենց ծայրական ես ամեն ինչին վերաբերում։ Այդ է խնդիրը։ Թույլ իշխանություն, ասում եմ, թույլ իշխանությունը ոնց է օդանավականում հաստատում 100%-անոց հայկական ինքնիշխանություն։ Մեղրի անցակետում ոնց։ Երևի բան տանք, մենք հրացնենք։ Ես տամ ծրան։ Հատուցել են ծրագրով օգտվել։ Շնորհակալություն։ Լավ եք երեխեք։ Նկարվենք, եկեք։ Տամ ծրանից ձեզ։ Այսինչ, Պայմանագիր ստորագրեք, որ ամեն հանդիսատեսից օգտվաճառեք։ Ով ազում նկարվի, եթե ուզում եք նկարվեք, սրանից եք ուզում։ Լավն է, չէ՞ դու նետ գալիս, հա։ Այս ձեր մասին է։ Այս ձեր երկիրն է։ Նկարում եք ինչ-որտեղ հրապարակում եք։ Այս կուրտկեն կպահի, լավ կարող է չպահի, ես դու վերցրու, որ դե հարմանա կփակցնես ընդեղ։ Կպահի ես կուրտկեն։ Հա, պահեց։ Բարև ձեզ։ Ոնց ես, մի րոպե։ Քեզ նվիրեմ սրանից։ Ինչ անունդ։ Ինչ Սիլվի։ Սիլվի, շատ սիրուն անուն է։ Ոնց եք, դուք ինչ հարց ունեք մեզ։ Մեր հարցը ես դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն եմ։ Հա։ Ես մեր երրորդ դպրոցի բաժնային անվան։ Ուղղակի մեր դաշտը, ֆուտբոլի դաշտը 300 դպրոց 500 մանկապարտեզով կարգավորենք։ Հիմա տեսեք, 300 դպրոցի ծրագիրը ավարտում ենք 26 թվին։ Ինչն է հաջորդը։ Հաջորդ 300 դպրոցը։ Այսինքն մենք այդ սկսեցինք դպրոցները կառուցել, վերակառուցել, հետո հասկացանք, որ հանրապետությունում երևի մի 10-20 դպրոց կա, որը առնվազն վերակառուցման կարիք Հիմա մեր դպրոցը ուժեղ վերակառուցման տակ է։ Դե ուրեմն ձեր գործը ավելի հեշտ է, դաշտն է կսարքի։ Մեծ ուղղակի ֆուտբոլի դաշտի հարցն է։ Տեսեք, մենք մեր քաղաքականությունն է, որ բոլոր դպրոցները պետք է ունենան եւ սպորտ դահլիճ եւ բացօթյա խաղահրապարակ ֆուտբոլի դաշտ թե հա ընդ որում բոլորի մենք բացօթյա ոչինչ չունենք ֆուտբոլի դաշտ կունենանք ամխիթար վիճակում կունենանք հա այս դպրոցի վերևի մասում վստահ եղեք ֆուտբոլի կունենանք դաշտ ունենք ուղղակի երեխաների համար կառուցենք իսկ ատեստավորվել եք թե չէ դեռ ոչ դե ատեստավորեք աշխատավարձն եք կրկնավորեք դարի
Բարև ձեզ։ Ում չեմ բարևե։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ եք։ Հիմա դուք օրինակ պասային թխվածքներ թխում եք։ Հա, բայց ինչի պասային բուլկեղեն էլ կարաք թխեք, ինչի չեք թխում, լավ եք։ Պարկա։ Ձեր արտադրամասին մի հատ նվիրենք սրանից։ Ես ձեզ հաջողություն ձեր գործին։ Նվիրեմ ձեզ սրանից, բայց քո ես կուրտքեն հաստա, գիտես, չի պահի։ Քոնը բարակա, քոնը ես կփակցնեմ իմ ձեռքով, լավ ես։ Ինչով եք զբաղվում։ Ֆուտբոլով, բասկետբոլով։ Շատ լավ, բա ֆուտբոլի դաշտ կա։ Չէ։ Դե պետքա սարքենք, ասեցին, որ չկա ֆուտբոլի դաշտ։ Քանի դաշտ կա։ 4 հատ ֆուտբոլից մինի դաշտ նորմալ են արհեստական խոտածար։ Հազա նոր սարք։ Դե 4 հատը ված չի արդեն։ 100 մետր մոտիկ է ուզում եմ փոխել։ Բայց դե ինչքան աշակերտ կա Գորիսում։ Չեմ կարող։ Դե նկատի ունեմ իրականում որ մի 4 հատելը լինի նորմալ կլինի, էլի Գորիսին չէ։ Մենք որ համասարքում ենք, որ համարչապես ուսումնասիրում։ Այդ համասը պարտադիր սպորտային հրապարակները պարտադիր։ Հա, շատ լավ։ Շատ լավ է, շատ ճիշտ է։ Բարև ձեզ։ Բարև, նորմալ։ Ճիշտ ասած մի քիչ անձնական հարց է, չգիտեմ հնարավոր է ավելի առանձին ձեզ հետ։ Առանձին չէ, եթե գրած բան ունեք, փորձեք։ Հիմա ես կխնդրեմ մի ընդհանրապես 2 րոպե լսել ինձ։ Ես անհանգստացած եմ մեր դատական համակարգի աշխատելավոճով։ 4 տարի առաջ Գորիսի քաղաքացի Հարություն Սիմոնյանը հայրիկի սպանել է, որ եղբորս սպանության փորձ է կատարել։ 4 տարի շարունակ դատական նիստը կայացել է եւ վերջում Առաջնատյանի դատավոր Նապոլեոն Օհանյանը նվազագույնից ցածր տարիներով է դատել մարդասպանին։ Այդ մի մարդասպանը իր ամբողջ բողոքարկել եմ։ Հիմա որտեղ է։ Հիմա վերաքննիչ դատարանում է, բայց ես դատական գործ է։ ունեմ հարգելի պարոն Փաշինյան։ Բնականաբար գիտեմ, որ դատական գործ է, Առաջնատյանի դեպքում էլ գիտենք, որ դատական գործ է, քանի որ մենք խոսում ենք միշտ արտաքին խաղաղության մասին։ Լսում եմ։ Ես ուզում եմ, որ նա իմ երկրում ապրելով այդ խաղաղությունը լինի արդարության սահմաններում թերևս։ Հիմա ես մի փոքր անհանգստացած եմ, արդյոք իմ այս նամակը, ես դες էլի նամակներ գրել եմ, չգիտեմ դուք կարդացել եք թե չէ, հիմա էլ անհանգստացած եմ, արդյոք դուք այս նամակները ընթերցելու եք թե չէ։ Ինչով եք գրել էլեկտրոնային փոստով։ Էլեկտրոնային եմ ուղարկել։ Էլեկտրոնային փոստով որ գրած լինեք, կարդացած կլինեմ։ Ուրը բան գերտե։ Խնդրում եմ լինել հետևողական, որովհետև բնականաբար բայց դե գիտեք դատական համակարգում մեր հետևողականությունը որոշակի սահմանափակումներ ունի, դա էլ պետք է։ Գիտեմ, ես հետաքրքրվել եմ, գիտեմ, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ ձեր խոսքը բնականաբար իրենց ավելի Գիտեք, ես ձեզ անկեղծ ասեմ, ես խոսքը տեղ չեմ կարող ասել, բայց ես կհետաքրքրվեմ արդարադատության նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների եւ իրավասությունների շրջանակում կտեսնենք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, Մարիկ ջան։ Ո՞նց եք։ Ո՞նց է ձեր տրամադրությունը։ Լավ է, կարևոր տրամադրությունը լավ է։ Թոշակները ավելանում են։ Թոշակները չեն ավելացել։ Ապրիլի 1-ից։ 2 տարի մանկավարժ եմ աշխատել, ամեն տարի։ Հիմա ինչքան եք ստանում։ Հիմա ինչքան եք ստանում։ Իր ապարտքերը տալիս, հա, բայց երևի չհասցնում։ Ինչքան եք ստանում հիմա։ Թոշակ։ Կարևոր է։ Չէ, 32 տարի աշխատել եմ։ Դե 10000 դրամ կավելանա ապրիլի 1-ից։ Չեք հավատում։ Չեմ հավատում։ Եվ անկանխիկ առևտրի դեպքում եւ հավատում, բայց դա պետությունը չի էլի ավելացնում։ Դա իմ աշխատանքի եկամտահանք է։ Կա, տենց տրամաբանություն էլ կա, Ինձանից Այդ թվում ուզում են հետ տան։ Այո, կա տենց տրամաբանություն, համաձայն եմ։ Այդ թվում ճիշտ եք, միանշանակ։ Այդ թվում առողջության ապահովագրության շահառու եք, Աստված ձեզ առողջություն տա, բայց բարդ ես, եթե կարիքը լինի, իմացեք Առողջություն լինի մեր երկրին, կարևորը դա է, կարևորը թոշակը չի։ Այո, արդեն
80% եւ ավել մարդիկ անպայման վերադառնում են խաղաղության։ Լավ եղեք, շնորհակալ եք։ Ձեր աշխատանքի համար ենք շնորհակալ, ձեր վաստակի համար ենք շնորհակալ։ 52 տարի դպրոցում աշխատում։ Ինչ եք դասավանդել։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև եղբայր։ Արի, այ իմ հետ սենց։ Շնորհակալություն։ Սենց փակսենք։ Մեր շարժվելու ժամը երբ հա, ով գիտի, ինչքան ենք մենք մնալու։ Մենք 3-ի մոտ կլինենք։ Հա? Շատ։ Վերջի ժամը ո՞րն է։ Բարև եղբայրներ։ Ոնց եք, նվիրեմ ձեզ սրանից։ Այս մեկ։ Ես էլ երկու։ Այս սենց։ Լավ եք, ինչով եք զբաղվում։ Սպորտ։ Ձեր ֆիզկուլտուրայի ուսուցչին մենք տեսանք, ինքը ասեց ամեն ինչ արդեն։ Ստեսություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ ունեք մեզ ասելու, ինչ հարց ունեք։ Շատ բան ունենք ասելու։ Մեկը, չէ, շատը։ Մի կոնկրետ օրինակ, այդ ամեն ինչ մենք սահմանաներ ենք։ Հանգիստ Եվ մնացած հանգիստ ամեն ինչ արժե դրա մեջ ամփոփված է ես լիցեում եմ արելու համար բոլորի փոխարինը ուրախ է ես մեկա Ֆանարի համար եք դեռ Եղբայր բարև։ Լավ եք։ Բարև։ Լավ եք։ Հիշատակում է խաղաղություն։ Ստեղ մենք ենք առաջ, ասում եմ մարդկանց հետ որ շփվում ենք, գործնականում 80%-ը մարդկանց, եթե ոչ առաջին, կամ մեկ ուրիշ տեղից, Եվ ես նախ իչեմ արեմ ուրախ եմ, որ մարդիկ վստահում են խաղաղությանը, բայց ես վստահ ասում եմ, ամեն ունեն խաղաղություն, բայց նրբություններով է խաղաղությունը ակտիվ կարիքելու և խաղաղությանը Պարոն Փաշինյան, հարցնի։ Պարոն քաղաքապետ, եկեք հələ գնանք տենանք, ինչ ենք Ներկե որ քանեք ապե խաղաղի սումենցիա է խաղաղասը։ Նատերը խենացել է, նայ, նկատի ունե պլանների մեջ կա ձեր է։ Ես տալա սումենցան ատել ուղարկել է, ես խաղաղասը։ Չէ, հետագայում, ես է։ Դրսի հատված, որը որ նախատեսել է Ես սրանով։ Ես հաճու։ Դե հաճու, պարոն նախատեսեցին Ստեղ ինչ բասկետբոլ, հա? Բասկետբոլ բասկետբոլի Քանի որ ընտրական շրջանը մենք պաշտպանվածություն ունենք նյութական բաներ, խոստանալ եւ այլն, բայց իգիտությունը ընդունում ենք հետագայում կնայենք համենքներ, կնայի կդիտարկենք։ Բասկետբոլը պոպուլյար։ Բացի տեղերում շատ են խրաբարանում
Ես էլ ձեզ։ Հակառակ։ Ալխասարա։ Կամ կարաս տենց անես QR-ը տանում եմ մեր կուսակցության կային։ Ուշադրություն։ Մի հատ է։ Ահա, վերջ։ Բասկետբոլը դառնալը կարևորության մշակույթն է ավելի շատ դառնում, բա ու վարչապետ։ Չէ, ինքը ինձ թվում է գիտեք վարչապետի բակերում բանում Բողոք է։ Ինչ բողոք ունեք, ասեք։ քչով խաղալու ավելի Ասեք։ Ինչ։ Ասֆալտը։ Հա, ասեք։ Դեպս մի գոլանի։ Ասֆալտ են ուզում, ասեց աղջիկն ասեց, ասֆալտ։ Որ փողոցի ուզում եք լավ եք լավ բան եք Ինձ թվում է համայնքի ղեկավարը լսել, նախկին հիմա մենք երեխեք տեսեք, մեր օրենսդրությունը սահմանափակված է, ես իրավունք չունեմ հիմա ձեզ ասել երեխեք եղած ջեր փողոցը ասֆալտացնել, որովհետև սահմանափակված է, բայց տենց շրջում ենք հարցերը, հավաքում ենք, ֆիքսվում է, հետագայում կնայենք մեր տարբերություն կամ սուբվենցիայով կամ կառավարության ծրագրերով, կարող է ձեր գործերը այնքան լավ է, մի ասեք լավ ես գործն է համայնքի ու կառավարության Սուրոն քաղաքից գրում է, որ ձայնը չկա Միկրոֆոնը չի լսվում Բարև ձեզ Բարև, շատ բարև Ոնց եք Հարիկ ջան Ինչ ունեք ասելու մեզ Ինչ ունեք մեզ ասելու, ինչ հարց ունեք Ինչ դիտողություն Թոշակն ապիցրցնեն Դե պրծրինք մի քիչ Ապրիլի 1-ից բարձանում է 10,000 դրամ անկանխիկ թորնիկներին տվեք քարտը թող անկանխիկով առևտուր անեն մի 10,000 էլ տեղ կգա պլյուս դեղեր առնում եք դեղ ճշում ունեն պացրու հիմա բա քիչ եք գնում այդ դեղերը տրվում հա ինչի չեք գրում հիմա մենք ձեր դեղերը մենք ենք առնում ստացել եք դեղերը հա բան փողը տվել եք Փողը տվել եք դեղի։ Փողը հալա իրակ պիտի տան։ Ամեն ինչ ասեցեք։ Ասում եմ, որ իրանք դեղերը խմում են, իրանք հլը պիտի փողը տան։ Բարև ձեզ տղերք։ Բարև ձեզ։ Բարև եղբայր, բարև եղբայր։ Շատ լավ է։ Լավ ասում, ասում այլ մի բան էլ իրանք պիտի փող տան։ Ինչ փող։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Չեմ ուզում ճանապարհային երթևեկության կանոնները մի հա չնայած ընդեղ անցում կա։ Այս անցումով անցնենք գանք ձեզ բարևենք։ Հանրապետության վարչապետ, ներքին գործերի նախարարության որդի ընթացքով Ղովանցյան։ Բարև ծառայեց։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եք։ Լավ եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ բարև։ Ձեզ բարևել ենք այսօր։ Ում չենք բարևել, մի րոպե։ Ում չենք բարևել։ Ձեզ բարևել ենք։ Ձեզ չենք տեսել, չէ։ Ձեզ տեսել ենք։ Ձեզ չենք տեսել, ձեզ տեսել ենք։ Լավ եք։ Լավ եք։ Լավ եք։
Ինչ կա չկա, ոնց եք։ Լավ եք, շատ Ինչ տրամադրության եք։ Նորմալ տրամադրություն է։ Ինչ հարցեր ունեք մեզ։ Ոչ մի հարց չունենք։ Խաղաղություն լինի։ Ահա, էլի խաղաղություն։ Շատ կարևոր է։ Այս շատ հետաքրքիր է, գիտեք։ Շատ հետաքրքիր է։ Գիտեք, սահմանամերձ գոտի է, դրա համար շատ կարևոր է ժողովրդի համար, որ Իսկ զգացողությամբ զգացողության այդ խաղաղության զգացողությունը ունեք։ Շատ լավ են, ժողովուրդը շատ հանգիստ են։ Կարևորն է դա։ Մեզ գիտեք, մեզ համար ամենամեծ բաներից մեկը է առողջապահության ապահովագրությունն էր, որ կա։ Որտեւ նույնիսկ մտածելով, որ ասես վաղը հանկարծ լիներ հոգեբանորեն ճնշվում ես։ Իսկ հիմա ազատ Ես ասում եմ առողջության ապահովագրությունը մենք ոչ միայն եւ ոչ այնքան մեր թոշակառուների, մեր տատիկների, պապիկների համար ենք անում, ոչ միայն եւ ոչ այնքան, ինչքան իրանց երեխեքի, որովհետեւ մեր ընտանեկան ավանդույթը ոնց է, ասենք որ մարդը տարիքով ծնող է ունենում, մտածում ասում է դե վերջ է, հիմա տարիքի հետ առողջական խնդիրները գալիս են։ Բա որ լինի, ինչ են կանելու, չէ, որովհետեւ հա, այն པարզ բաները, բայց կարա վիրահատության հարցը լինի, այդ վիրահատությունը ինչ բարդության վերջը դա ֆինանսապես, բայց թե այն մարդիկ ովքեր փող ունեն, իրանք ինչ կվճարեն կանեն, բայց ասենք միջին խավի համար այդ պրոբլեմա, ասենք 500,000 դրամ չնախատեսված ծախսանելը, 700,000 դրամ չնախատես, 1 միլիոն էլ չեմ ասում չնախատեսված, դա շատ լուրջ բան է, մարդը պետք է վարգ վերցնի կամ պարտք վերցնի։ Ինչ 1 միլիոն, մի պահ որ սրտի օպերացիան անում էի, Պիտի տունը ծախեր, որ այդ օպերացիան անել։ Այո, իսկ այսօր մենք վիճակագրություն Տիկին Ավանեսյան նախորդ ամսվանը չենք բան արել, բայց ասենք մենք վերցնում ենք, տեսնում ենք հանրապետությունում ասենք լավ 20 հոգի, 30 հոգի 2 միլիոն դրամ եւ ավել արժողությամբ վիրահատություն է իրականացրել պետական բյուջեի վճարումով։ Ասենք այդ մարդկանց համար այդ մարդը ինչ ընտրության առաջ էր, կամ պետք է չաներ Սայնս բխող հետևանքով կամ ոնց որ ասում կամ պետք է տունը գրավ դներ կամ Պարոն Փաշինյան, բյուջեն շատացրեք, որ մյուս տարվանից չեմ անում գեր, մնացած խավերն էլ օգտվում, որպեսզի բողոքներ չառաջանան։ Մնացած խավերն էլ են օգտվելու, եւ ոնց են առաջ գնում։ Էսա նախարարը կասի հիմա։ 27 թվականից միանում են բոլոր աշխատավարձ ստացողներ, քաղիրավական պայմանագիր ունեցող, բոլորը միանում են։ 28 թվականի հունվարից էլ արդեն գյուղացիական տնտեսություններ 29 թվական բոլորը մինչև առողջապահություն։ Շատ կարևոր հարց է, շատ։ Հիմա տեսեք համայնքի ղեկավարն էլ է ստեղ։ Երեխեքը ես շատ կարևոր է որ այս շրջապտույտը բոլոր քաղաքացիները ֆիքս են։ Երեխեքը եկել են ասում են խաղահրապարակը թողը լինի։ Հիմա երկու տարբերակ կա։ Խաղահրապարակը կամ պետք է անի համայնքը կամ կառավարությունը կամ համայնքն ու կառավարությունը իրար հետ։ Հիմա համայնքը ասենք լավ, բարեգործությունով կարելի է մի հատ անել, երկու հատ անել, 3 հատ անել, որտեղից է քաղաքացին իր գույքարկը վճարում է։ Բյուջեն ոնց է, մարդիկ պետք է առևտուր անելիս չնեղվեն։ Նախ նրանք ովքեր վաճառում են, տան, այն օրը դուրս գրեն ՀԴՄ, առնողներն էլ ուզեն ՀԴՄ։ Որ այդ գումարը գալիս է ձևավոր։ Ես ինչքան նկատում եմ, բոլորն էլ ՀԴՄ-ն տալիս են։ Դե լավ է, շատ լավ։ Որտեղ այն օրը աշտարակում։ Հա, զարգանում, հա։ Հա, չէ, արտազգացումը առանց ասելու էլ իրանք խփում տալիս են։ Այդ շատ լավ է, շատ կարևոր։ Բայց այդ խաղահրապարակը ես ասեմ, մեր երեխաները սա հայատում են խաղանում, խփում են պատուհան ջարդում են, մեկը մեղավոր չեն։ Լավ կլինի որ սարքեն, էլ դե հիմա միջոցները որ լինի կանեն։ Չէ, դե բայց խնդիրը մեզ էլ հրաշալի համայնքապետ ունենք, նվիրված։ Շատ լավ է, տեսեք, այստեղ այսօր կապանում էլ եմ ասում ենք այսքան սարք Գորիսում ինչքան սուբվենցիա են կարել, ասենք վերջին 18 թվից էս կողմ լավ։ Ասենք 1.5-2 միլիարդ ստաբիլ անում։ Այդքան արել ենք, այդքան գործ արվել է, բայց ծերը չի երևում, չէ։ Ասենք հենց ինչքան էլ գործ կա անելու։ Այսքան անում, մենք ծերը չի երևում։ 23 սուբվենցիոն ծրագիր 4.2 միլիարդ։ 18 թվից ավարտվածները միայն 18 թվից միջև հիմի, միայն ավարտ։ հասկանում եք, այնքան ծավալի գործ կա, բայց մի հատ ուրիշ խնդիր էլ կա։ Չի ավարտվելու գործը երբեք։ Որտեղ ասենք կարա համայնքում գործը ավարտվի։ Չի կարա, բացառված բան է։ Այդ ամեն ինչը այն մեկը արդեն մաշելու է, ել չեմ ասում
հույսով եւ հավատով նոր շենքեր են հայտնվելու, երեխեք են շատանալու, դպրոցի կարիք ալնելու, մանկապարտեզի կարիք ալնելու, խաղարապար ջրի նոր համակարգի կարիք ալնելու, այսինքն աշխատանքը չի ավարտվելու։ Մանկապարտեզ ասեցիք, շատ լավ կլներ, որ արագ մանկապարտեզներ սարքվի, որտեղ Դե ինչքան Կոնկրետ իմ փոքր ֆորմիկը 500 մանկապարտեզ են կառուցում։ Լավ մանկապարտեզային պայմանները չկա ուղղակի, գիտեք, կարևոր է, չէ՞ որ երեխան նորմալ միջավայրում մեծանա զարգանա։ Հանրապետություն 500 Ամենևս շնորհակալ եք, ինչ էլ որ արել եք, շնորհակալ եք։ Մենք ենք շնորհակալ, դուք եք հնարավորություն տվել, որ անենք, որ դուք հնարավորություն չտայիք, ձեր վստահության համար ենք շնորհակալ, որ այդ հնարավորությունը եւ հույս ունենք, որ առաջիկա ընտրություններում էլ այդ վստահությունը կվերահաստատեք։ Լավ է։ Լավ եղեք։ Եղավ։ Նորից շնորհակալություն։ Լավ եղավ։ Հաջա։ Արի տեսնենք։ Ինչ անունն է։ Ալիտա։ Ինչ ես ասում Ալիտա ջան։ Մի հատ նվիրեմ սրանից քեզ։ Հələ մի հատ էս կպահի։ Հա։ Ահա։ Նատ եղբորս։ Եղբոր համար, մի հատ է եղբոր համար։ Ինչ է եղբոր անունը։ Շատ լավ։ Սիրել եք այս նշանները։ Լավն է, չէ՞։ Հաջան։ Բարև եղբոր։ Բարև շաբաթ, ես զորվացի ծնող եմ, Փարքու պատի մեր հերոսների։ Փարքու պատի, Ես խաղաղությունը այդ երեխեքի արդյունքն է։ Իրանց վաստակն է։ Այո։ Իմ տղաս ես 5-րդ տարին, որ 6-րդ տարին զորված է։ Սպա է եղել։ Հիմա իր ընտանիքը բարձով է մնում։ Ով փախավ, ով եկավ, Փարք ասում, մրևին մեծ մասին բնակարանով ապահովել եք։ Բայց իմ տղաս հիմա բարձով է մնում այն մարդկանց տանը, որ փախել են։ Լավ, դե հիմա տենց պետք չի ասել։ Մարդկանց տանը ապրում են, ինչ եք լարվածություն մտցնում։ Որտեղ ստենց են հասցրել։ Ամտուն ունեն, աման ինչ ունեն։ Ափսոս նախարարը պաշտպանության այցի աստեղ չի, որ մի հատ իմանայինք ինչ ծրագրեր են կանում։ Երկու երեխա։ Սոցիալական էսպայրն է նախարարության հետ ծրագիր ունում։ Ունենք։ Բնակարաններ են սարքում, բազմաբնակարան շենքերի վերևի մի հատ հարկ ավելացնում ենք ու ֆունդամենտները ուժեղացնում շենքի։ Մենք պայմանավորվել ենք, ես այդ միանշանակ կայնելու է, այն չի կարա չի։ Կներեք, որ ձգվում է, բայց կլինի։ Չէ, հիմա վարձով եմ։ Իմ խոնարհումը ձեր առաջ եւ ձեր ընտանիքի առաջ։ Ժամանակն է շարժվում։ Կարելի է մի հարց բարունացնել։ Բարև ձեզ։ Ինչ անունդ։ Այսենց, էս էլ քեզ, ասեք։ Բարև ձեզ։ Բարև արշապետ, ուրեմն ձեզ ենք դիմում սպայական շենքի 20 թոշակառու եւ գործող սպաների անունից էլի 18 թվականից պետք է մեր սպայական շենքը ճանաչվել է կառավարության որոշումով սեփականացման վիտանի։ Այն որ ինձ նամակ եք գրել, էլեկտրոնային փոստով գրել, գիտեմ, տեղակ եմ, նախարարին հանձնարարել եմ զբաղվում։ Գնանք դե արդեն ուր ավտոբուսը։ Ժորա անունս մեկ Ջոջո կամուրջի Կարուցո Խնձորեսկի։ Հա եղբայր։ Ճանապարհի հարցով ձեզ դիմել եմ։ Որ ճանապարհի Խնձորեսկի։ Խնձորեսկ Ջոջո կամուրջ տանող ճանապարհը։ Պարոն Խուդացյան, Խնձորես Ջոջող կամուրջ ճանապարհի հետ կապված պլան ունենք։ Նախագիծ ունենք, պայմանավորվել ենք արդեն, բայց 2027-ի ցանկում կընդգրկենք։ 27։ Այսքան դիմացել ես մի քիչ է դիմացել։ 70 տարեկան եմ դիմալամ։ Չէ։ 70 շատ գերտասարդ տեսք ունեք, հենց որ Դու բերեք նվիրեք էլի։ Չեմ կարա նախընտրական շրջանում չեմ կարա նվերնել։ Բարև եղբայր, մի հատ կուրեք։ Կերում հուսամ։ Դե նախագիծ ասեց կա։ Հոպ։ Այդ նախագիծը որ կա, գիտեք ինչ նշանակում է, նշանակում է որ կառուցման process-ը սկսել է։ Նորից հանել եք։ Կիսատ մնացել։ Շատ լավ։ Ես այդ տեղը շատ սիրում եմ, այնց որ շատ լավ զբոսաշրջային տեղ է։ Զբոսաշրջությունը ագին ակտիվ։ Այս երանակներին օրենք չեք արշապետ երեխեքի նոր հոսք է գոյացել։ Շատ լավ արի։ Սրանից ունեք դուք։ Լավ է։ Սիրում եք սա, ուզում եք սրանից։ Հաստատ իշտերի տապեք, լավ է, թողեք մնա ինձ մոտ։ Լավ է, որ երեխեք սիրել են ես։ Մամակները որ Չպրծավ, էլի կա։
Բրցնել ոչինչ, հաջորդ անգամ որ գանք կբերենք ձեզ համար։ Բարև եղբայր ջան։ Ոնց վարչապետ, Հաջա։ սա քարտաղամասից հասել եմ այստեղ, որ ձեզ մի քանի հատ հարց ունեմ։ Խնդրեմ եղբայր ջան, խնդրեմ։ Պարոն վարչապետ, Հաջա։ մենք մեր բակի երեխաներով արդեն ցեխերի մեջ են խաղում ու այնտեղ հրապարակ չկա։ Բա կարող եք դուք ձեր ծրագրով մեր թաղը ասֆալտանել։ Ուրեմն եղբայր, քո ասածը մենք արձանագրեցինք, բայց հիմա օրենքով մենք սահմանափակումներ ունենք նյութական խոստումներ տալու։ Քո ասածը ինձ հետ կպահեմ, հետո պարոն քաղաքապետի հետ առաջիկայում պարոն քաղաքապետը կհիշեցնի, մենք այդ թեմային ինչ որ ձևով անդրադարձ երևի կունենանք, էլի։ Ես շատ գոհ եմ մեր քաղաքապետից, որովհետև ինքը մեր քաղաքը շատ գեղեցիկ է պահում ու շատ մաքուր։ Շատ լավ է։ Կարելի է մի երկու հարցեր ես։ Մի երկու արդեն գնալու մեր ժամանակն է, գիտեք, մի հարց տվեք, էլի խնդրում եմ, որովհետև ուշանում ենք։ Սենց ասեմ, էլի ունեմ 5 անչափահաս երեխա Արցախից։ Աստված պահի, Աստված պահի։ 4 երեխու սերտիֆիկատներին համապատասխանել եմ, մեկը ոչ համապատասխան։ Ոչ կարող եմ երեխեքից նպաստ ստանալ։ Պարոն Թորոսյան, Պարոն Թորոսյան, բանկերը մի տեղից քաշում են տանում տված Սենց աջակցությունները, ոչ- երեսների Ինչի վերաբերյալ։ պարտքեր Իմ տունը ունեք? ճգնաժամի մեջ է։ 5 Պարտքեր միլիոնի- ունեք? Հա։ վարկ եք վերցրել։ Վիրահատության կարիք ունեմ, չեմ կարող ոչ մի բանի մասնակցեմ։ Տունս այսօր է Մի հատ մսծն թող կարիքը գնահատի, էլի։ Հա, ասեք ձեզ Հա։ 097 Արդեն գրել եք։